Սասնա ծռեր, Բ հատոր, առաջին մաս, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյան, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ Ապատում, Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ, պատմեց Տարոնցի Կրպոն, գրի առավ 1873 թվականին Գարեգին Սրվանստյան։ Դավիթ և խանդութ։ Գաղզվանու ամիրին աղջիկ մի կա, անուն Խանդութ խանմ, ըդի լսեց Դավիթի զորեղութեն, հաղթվեց աշուղիմ ու ասեց, գնազ իմ գովասանք երա Դավիթին, բլքը մի կա հոդա զիրար առնենք։ Աշուղն էլ ելավ գնաց ի Սասուն, գիներխը Դավիթն ի Սասուն էր, եկավ ու ելավ ծրան վեգու բերդ, գիներթը Դավիթն է ընտեղ նստուկ, նստավ դամ երեց ծրան վեգուն, ծրան վեգին ասեց, գիդի, ելեք զդի ծեցեք երեք դուրս, եդ եկեր ես իմ աղբեր խապետանի, ծեցեցին ու տարան ձոր մի զդաշուղ վրճամփուն թալեցին, իրիկվան հոտղներ զուրանց եզներ հեցած են կիգան կեղ, մեկի ես խրտավ հոտաղ պատավ վրավեն, ու լրդան գտան զաշող, աշող լաց ու աղաչածըտ հոտղներուց ու հարցուց, ըդ որն է նստուկ մեջ հետա բերտին, հոտղներ ասեցին, թե ըդի ծրան վեգին է, Դավիթ հանդե մսր, ելավ աշող ոսկի մի տվեց հոտղներուն, հոտղներ գոմեցին զուր դամբուրի կոտրտանք, տվեցին ուրան, ճամփեն ցցուցին, ու աշող դեմ երեց ի մսր, գնաց ըսխանամի հիմատ ներեց Դավիթին, Դավիթ շատ փեշքեշ բաշխիչ տվեց ըտ աշողին, ու ասեց դու գնա, ես կիքամ, աշողն եկավ Խանդութ խանմին ասեց, Դավիթ լե մսրա ելավ, շիտակ եկավ ի Սասուն, Սասնու եկավ հասավ ի ծծմակակիտ, տեսավ, որ գութան մի վրճամփուն էր, արցկեցս տավար երեց դեն, բռնեցս զնջիլ, հեցավս ձին, իտատիեն կքաշեր, սկութան կհաներ սարու գլող, ու ընդիեն քաշեր բերեր ցած, ու ըթմալ սև սարու գլուխ դվե, գլխվրավ եկավ վր մարնիկ գեղի հնին, եկավ տեսավ, որ գմեշ մի պրծեր է, եկե ճամփու վրեն ու թրքեր է, ըդուր թրիկ կտեսնակ ասե, անձի թվոր զավալ մեղնի ըդուր թրքողիցն է, չեղնի ըդուր թրքողիցն է, տեսավ գմեշ մի տլի մեջ են ելավ, Դավիթ, որ հմլաբան սկի չր տեսե, քաշեց զգուրզն ու կայնավ, որ գմշուն զարգեր, մեկ հոտաղ ընդիեն եկավ ու գմշուն կքվրեր, Դավիթ գիցավ խй ուրան կքվրե, ասեց, լաո, ես քեզ ինչ է մերը, որ ընձի կքվրես, հոտաղն ասեց, հըտ քզի որն է աղբեր, դու Սասնու ծուրն ես, դու դունյա չս տեսեր ես, ես իմ գմշուն կասեմ, ասեց լաո, հորի կռիգ ես, ամոտ բան է ես հմլաբան չմ տեսե, ընդուրին է շատ կածր երկիր, հոտաղն ասեց, արի քզի նշան ստամ, գացին ավզուտա դաշտ, որ ընտեղ գութան մի գոմշներով լծեր են ու կքշեն, եկավ տեսավ, որ գոմշտան շոքուց զուրանց լեզուն թալեր են դուրս, ու գութան կքաշեն, Դավիթի խեղճ եկավ դունց վրեն, արցկեցս գոմշտանք ու տարավ գոլ, ու մաչկալ նա ռանիծեցը դուր, ասեց Դավիթ, մաչկալ, մանիծեզիս, զտգութանի զնջիլ տուր իմ ձերք, բռնեցս զնջիլ ու քաշեց, մաչկալ կայնավ վրեն, ինը պատ զվրցուց զգութան, հոտաղն ասեց Դավիթին, ըդի քո հնար չէ, իչի ձիու վրավեն, քաշե տեսնենք, քո հնարն է, թե չէ քո ձիուն, իչավ 10 պատ լերանց ձիու քաշեց, աս անգամ մաչկալն ասեց, Դավիթ, ղուրբան քզի, կեսոր է, նստի հացկ է ու նոր գնա, Դավիթն ասեց, չէ, ես կերթամ, թխած զր ճժեր ուտեն, ես ուտեմ ուրանց բան չմնա, ախր նստավ, ու եբ որ հաց դրեցին, ինչ գդր հաց կեր ժողվեց ու մեկ հաղ սրպեց զքասեք ու դրեց բերան, հոտաղն ասեց, եման ելեք պախեք, էդի մարդ կուտ է հբա, Դավիթն ասեց, լաո, հլբատ գութան քաշող հաց կուտ է, ինչ կեն է, ու ելավըտ տեղեն խստերեց Խանդութ խանմն ու գնաց։
Գնաց Խանդուտ խանմի խանի դուր։ Ընդեղն է, որ հմեն ու զնկներ կիկան կիչնեն։ Էդլ է գնաց, որ մարդու մեկ թոպուզ մի ձեր կայներ է դուր։ Դավիթ հարցուծը դուր, տո տղա, քո անուն ինչ պտի եղնի։ Ասեց իմ անուն Գորգիզ է։ Դավիթն ասեց Գորգիզ ես Դավիթն եմ։ Երբ որ ես Խանդուտ խանմ նրա, ըս քզի կենեմ ընձի քավոր։ Իդա անգամ ասեց քավոր Գորգիզ, որ կաներս։ Ասեց շբգան խորասական հմզա լորա պահլիվաններու ու զնկներն են եկե։ Ասեց զիմձին քաշե կապեդու։ Քաշեց կապեց, հարցուց, իդա ինչ թոպուզ է դրած են քո ձեռք, հմիշեմ։ Ու ձեռքեն արեց թոպուզ ու թալեց։ Ու դր հլա կերթա։ Ու ասեց քավոր Գորգիզ, ներս երթանք ենենք կերուխում։ Դավիթ նստավ, թաշկուկ ու անոթի է։ Մեկ կտխա գինի կվերուն են մարդեր ու կիտան Դավիթին։ Դավիթ լե չկրնա համբեր է։ Հմա կվերուզ գինու տաշան ու զմեն լե կխմե ու կասե, դե ասեկանու շեղավ։ Գինինս Դավիթ վերուց ու ըս Դավիթ տարավ։ Երբ որ Դավիթ հմլակ եղնի ու գինուց գլուխ կծածու գետնի վրեն, են մարդեր զուրաս թրեր կքաշեն, որ զարգեն, ու երբ որ գլուխ վի կվերու, ըստ հրեր կդնեն ուրանց չոքի տակ։ Հեղմ լե որ հմալ եղավ, քավոր Գորգիզ կանչեց Սանհեր Դավիթ, հոգի վնաստուն է, վրաստուն չէ։ Դավիթ երբ որ լսեց ասեց գիդի, ըս դուր բռնե, հմա այդ մարդեր էլան ու փախան, ամեկ ճլոթի մի զարկեցին Գորգիզին ու փախան։ Ու Դավիթ նոր կանչեց ըս Գորգիզ հարցուց ըս Խանդուտ խանմ, թե ուր տեսնանք։ Գորգիզն ասեց, խասբախ չեն, ըսոր ուրփաթ է, 20 ջարյա ուր արջևն է ու 20 լե ետևն է, ըսոր կերթանք տեսնանք։ Գացին Օզման բաղչի պատին ու կայնան Դավիթն ու Գորգիզ, ջարեք մեկ ընցան։ Եկավ Խանդուտ խանմ, ձերք թալեց Դավիթ Խանդուտ խանմի վիզ ու 3 պակ առեց խանմից, խանմ չխոսաց։ Հեղմ լե ու Խանդուտ բռնեց զդավթի փողպատ, զարկեց իպատ արուն թալեց կթեն, հերսոտավ Դավիթ, ու ըտտեղեն դարձավ, խոստ ուր սուրպ նշանին ու ձյուն, որ հեցնի, ու ասեց քավոր Գորգիզ, քաշեզ իմ ձին, որ ավրեմ զիդա քաղաք։ Գորգիզ աղաչան կերեց, թե կխնդրեմ կենե, իդավաղ թղմնա մութն է, լուսուն էլի ավրե ու գնա։ Դավիթ լե իր հերսից պարկեր է վրմաղչքին, էլքուն լեչ տանի, թե եբ կեղնի որ լուսնա, ես էլնեմ ավրեմ զիդա քաղաք ու երթամ։ Խանդուտ խանմ լե բաղչի մեջ սեյրան կենե, թոպալ ջարեն եկավ ասեց սև սեյրան եկեք հովզին, Դավիթ հանդեմը կազ քո պապու քաղաք կավրե ու կերթա։ Կապեցին զուրանց բողջեն ու դարձան, ու շիտակ եկան խանի դուր զարկեցին, որ բանան։ Դավիթն ասեց, Ուհա, ըդ ինչ արսыз են իդա քաղքցիկ, սբրչն են է հար արվտուն, կասեն ըմկայելի ավրե ու գնա։ Գորգիզն էլավ տեսավ, դարձավ Դավիթին ասեց, ըդունք քոլ են, կոտշով չեն, դուր բացեցին։ Խանդուտն եկավ մոտ Դավիթ, Խանդուտն ասեց, Դավիթ, դու պակ մի առար քո ճամփու խաթր համար, մեկ լե առար քո խաթրի համար, մեկ լե առար Աստծու խաթրու համար։ Զևելի պակն հորի առար։ Դու քո պապու կտրիչն ես, ես իմ պապուն։ Ասած են զաղճիկ նար ես դինուց, որ տղեն էղնի քերիստան։ Խեյ շբգան խորասական, լորա հմզա պահլևներու գլուխն ես բերենձի, որ էվելի պակ կարնես իմ մոտեն։ Իդա անգամ Դավիթ կակ գցավ ու ասեց, չունքի հմալ է, լուսուն ես կերթամ, զնոնց գլուխ կբերեմ քզի։ Ու ասեց, ես հանդե կերթամ։ Եղավ, որ ընդոնք իմ վրեն զոր եղան, թեզիս սպանեցին, թե դուս քո աստված կսիրես, արիզ իմ ջանդակ ճանչցի։ Վրի մաչ թևին մսե խաչ միկա, ճանչցի վերու բի արի պահե։ Դավիթներ, ելավ ընկավ ճամփեն։ Պահլիվաններ տեսան, որ ձիավոր մնդիուց կիկա, ձիութոզ երկինք կելնի։
ասեցին ձիավոր կռվի համար գիքա։ Չգիտանք, դի սրգոյի ճորտերուցն է։ Կանչեցին հարցուցին այ մարդ, դու ինչ մարդ ես, ուստա գիքաս։ Չեն գինա դու սխանդուտ խանմ կճանչնաս, զիդա մատնիկ չես կրնա հասու ուրան։ Դավիթն ասեց, աղեք կճանչնամ։ Հիմա ես եկեր եմ, որ ձեր գլուխ տանիմ խանդութին։ Ես չեմ եկի մատնիկ տանելու։ Այդ շբգան խորասականի վերինունք ընքան էր կախվի, որ եկեր էր հասե վր սրտին, ու չանգալով կապեր էր, ու զարկե հետևանց վր պարեկին։ Են մկել լորա հմզա պալիվանի ներքևի մռուտ զգետին կավլեր ու կերթեր։ Առան իրար Դավիթն ու էտ երկու պահլիվան։ Գուրզ ու քեմալովոր մի հարիրիկուն։ Դավիթ կանչեց, «Յա հավատամ խոստովանիմ բանցրիկ մարաթուկ սուրբ նշան, Հիսուս որդի դու օգնական», ու զարկեց զերկուսի գլուխ լե կտրեց, ու զերկուսի բրչամ լե կապեց իրար, ու խուրջինի ավատ հալեց վր թարքին, ու ընդունց լեզուն կախված զգետին գութնիակոսի ավակը վարեր։ Բերեց ընդունց գլխներ, եկավ ճամփուկես, տեսավ, որ մեկ ձիավոր մեջ երկինք մեջ գետին խառ կիդանդի են։ Կանչեց վր Դավթին, հո, սկզի քո վախտին հազր պահե, շբգան խորասական լորա հմզա պահլիվանին ես ռաստեք է։ Պարեկի թարավ նարավ Դավիթից գուրզ մի զարկեց։ Դավիթը ստամք դարտկեց։ Գուրզ նարավ ձիու զանգուն, տարավ գետին, Դավիթ մեկ լե շիտկա վր թամքին ասեց, «Յա հացնու գինի, տեր կենթանի», զգուրս տարավ, որ զարկեր գլխուն, ըդի գճավ ծամեր թապավարջև։ Դավիթ տեսավ ու ճանչցավ, որ խանդուտ խանմն էր։ Ուր խլղ փոխեր էր եկե Դավիթի արջև։ Դավիթ ասեց, «Դել անզգամ, գլուխս գիքա, որ գուրզ մի զարկեմ զքզի տամ գետնի տակ, ադիլե երկու հեղ եղավ, որ բենամուսկեն է զիս։ Առան զիրար ու դարձան խանդութի քաղաք, ու եկան իջան։ Իրա անգամ կանչեցին սխանդութ խանմի պապ։ Դավիթն ասեց, քու աղջիկ չես իտար ընձի։ Պապն ասեց, չեմ իտար։ Թե կառնես ու կմնաս հոդա կիտամ, թե կերթաս չեմ իտար։ Հորի, իմ դուշման շատ են, կավրեն զիմ քաղաք, Դավիթ լե ասեց, կառնեմ մնամ հոդա, չեմ տանի երթա։ Դրա վրեն բերեցին, տվեցին, զուրանց պսակ ներեցին, ու 7 նոր 7 գիշեր հարսնիք էր։ Մեկ ժամանակ ինք անցավ, 9 ամիս 9 նոր 9 սհատ որ թմավ, Աստված ուրանց տղեմի տվեց։ Դավիթն ասեց խանդուտ խանմին, թե որ այդ տղեն անձնից է, ուր վրեն նշան մի, զորութեն մի տեղնի։ Բերեցին զտղեն, խոնդախ երեցին ու բերեցին զգուտնի զնջիլ, բնդիտեղ փաթթեցին վր տղին։ Տղեն էր, երբ որ լաց ու ճմլտկաց մեծ ճղորին։ Ադուր վրավու փաթուկ զնջիլ կտոր եղավ։ Ջուղապ գնաց Դավիթին, թե տղեն լավ տղա է, զնջիլ կտրտեց, հիմա ուր մեկ ձերք սաղատ է, խփուկ է, ու մարդ չկրնա բանազուր ձերք։ Եկավ Դավիթ նստավ, ու զմանուկի ձերք մաժեց ու բացեց։ Տեսավ, որ զուլանտ մի արուն ուր ձերվու մեջն էր, ասեց, հայ, զաշխար կարեր է կատ մի արուն, դրեր է ուր ձերվու մեջ, թե որը դիմնաց, ադուր մոտեն զարմանալի բան տեղնի։ Բերեցին, ըստղեն լեկնքեցին ու զանուն դրեցին մհեր։ Մնաց ժուկ մու ժամանակ մի տղեն մեծ ցավ։ Դավիթ ելավ, ըստղեն թողեց ի գաղզվան, մոտ ուր մեծ պապ ու ճոճիկ, ու առավ սխանդուտ խանմն ու խստերեց Իսասուն։ Խլացիկլե ազգար ժողվեցին ու բադան կապեցին ուր դեմ, ու սելերով մադարի շինեցին, կռիվ կցեցին։ Խանդուտ խանմ ըզմզրղի սուրուղը կզարկեր, ըզբադան կքակեր։
ու սելեր կթալեր երկու սահատվան ճամփա։ Դավիթ լե կջարդեր զազգար ու կերթեր։ Դարձավ Դավիթն ասեց. «Խլացիք, դուք ինչ բենամուս մարդ եք, որ արզի դեմ կռիվ կենեք։ Թողեք զիմար ստանիմ սասուն ու հպամ լեի գամ կռվինք»։ Ու դունք չհավտացան։ Որ հմալե ասեցին. «Դե երթվցիք օծոցի սուրբ նշան, որ ավտանք»։ Դավիթ լե ձերք զարկեց վր Սանդրին, որ ուր խելքովը Սանդր տերթվեր, ձերք առ սուրբ նշանին, ու սուրբ նշանի հունար լեեն էր, որ զինք պիտի չերթվներ։ Ու Դավիթ առավ սխանդուտ ու տարավ Իսասնուբերդ։ Ձերք մտուց ծոցք տեսավ, որ սուրբ նշան էր ընկի են թարավի ծոցք, ու ինք զեն էր երթվցե, ասեց. «Էլ իմ բան բաթալ է, երթամ լե բոշ չերթամ լե, հմախր տերթամ», զարկեց եկավի կռիվ, ու խլացիք զդի նեղ լծեցին։ Ձին լորխավի չղուրա շամփ մեջ տլին, վար հասել ըտ տլի մեջեն խլսավ, եկավ լոխորա ջրի վրեն։ Ըտ վաղտին, որ Աբամելիք սաղ էր, Աբամելիք եկեր էր Իբրահիմ աղիտուն, ու զորով գացեր էր էտ աղիկ ընկա մոտ, ու էտ կընկա անուն լե Շմշմ խանմ էր։ Ու ադուր մոտեն եղեր էր աղջիկ մի, որեն լե դունց ազգեն էր, էդ լե շատ հունարով էր։ Հա, ըդ աղջիկն էր առեր մեկ նետ ու աղեղ, եկեր էր ըտ տեղու փլերու մեջ թապլտվեր էր։ Դավիթ ըտ լոխորա ջրի մեջ կլող գներ, ըդ աղջիկ գողտուկ նետ մի զարկեց Դավիթի պարեք։ Դավիթն էլավ կայնավ ու բորած, որ բորած ձին գնաց Իսասուն։ Ձենով օհան խորգուսան քերի թորոշ ճնճղափոքրիկ ու ծռան վեգին ժողվին զիրար։ Ձենով օհան լեսասնու բորած. «Դավիթ, մնք եկանք», ու եկան Դավիթի հավարին։ Դավիթ լե ջրի մեջ զուրախպոր ձեն լսեց։ Ադունք լե եկան է ջրի խեչ խասան Դավիթին։ Դավիթն ասեց. «Ձենով օհան, մենք որ բորացեր ենք, ադիահու հմկա չորցեր է, գաշեք զդի գտեք»։ Գաշեցին գտան, որ մեկ չինի աչքեր աղջիկ մի։ Բռնեց Դավիթ, զվոտք դրեց վր մեկ ոտվուն, ու քաշեց ճվտեց, թալեց սարուտակ ու գեղ։ Ու զդ գեղյանուն դրեց ճվտիս ճապկիս։ Ու էդ գեղլե հար հմկա հանդե չղուրաբերան ու անուն լե ճապկիս։ Ու ընդունք հարինս Դավիթ էլան Իսասուն։ 4 ավուր լման Դավիթ մեռավ։ Էլանը դոր աղբրտանք շևրերեցին, որ դլմնի իտան խանդութին ու ընդուր սաղութեն ասեցին։ Խանմ լե ասեց. «Հեյ հու, Դավիթից հետև ես տեղնի միդոնց հավջա»։ Ճնճղափոքրիկն ասեց. «Խանդութ խանը, բմշ, Դավիթ մր սարեմն խոշ»։ Իդա անգամ խանդութն էլավ բերթի գլխուն ու հոնքցա զինք թալեց։ Ուր գլուխն առավ վր քարին, ուր գլուխ ծակեց զքար։ Ու գլխուտեղ սասնուկես շնիկ կորեք կլլեն 5 ու ծեցեն սանդիտեղ։ Ուր 7 ճուղ ծամի տեղ լե հմկակ երևա, ու մկալ է ըտ սանդ հանդ է բերթի արջև։ Գոման Դավթի աղբրտանք ու եկան վր խանդութ խանմին։ Ձերք տվեցին խանմի ծիծք, որ կատկ էր, չնքլի որ ճիժկ էր։ Երան ժողվեցին զիրար ասեցին. «Բլքեմ ինչ որ եղեր է, ընտեղն է»։ Ու գացին հասան ի գաղզվան։ Ու տեղուն ստողին ասեցին. «Մրախպոր ու հարսինը տեղ ճիժ կա, ուր է»։ Դոնք լե ասեցին. «Բան չկա»։ Ըդ մարդիկ ասեցին. «Թե մզի նշան կա, մր հարսիցից կատկ էր»։ Մկալտոնք ասեցին սորաթը. «Աղջիկ մը ուր մոտից եղեր է ու մեռեր է»։ Դոնք լե ասեցին. «Մր մեռելնուն նշան կա, մր 1 տարեկան 1 շենքով է, 2 տարեկան մր 2 շենքով է ու հմլա»։ Երան գացին գերեզմններ
ուրան շենքով գերեզման չկեր։ Ձենով Օհան ասեց. «Բերեգս կաշիկ փաթթեկիս, որ ես բորամ»։ Ըզմհեր մաղազա է շիրածի գետնի տակ, պահապան է դրած վրուրան, ու զնի դրած է ներս։ Ձենով Օհան փաթթեցին կաշով ու բորած։ Մհեր զուր ձեն հասկցավ։ Մհեր երեց, որ պտի ելներ, ճոչիկն ասեց. «Ըդի ձեր ջնսի ձեն չէ, ճժերն են ու դահոլներն են, ըդոնց ձենն է»։ Մհեր իրեք հաղ, որս ձեն հասկցավ, զարգեց ըս դարգեն կոտրեց ելավ դուրս։ Դարգեն ըս դարգեն կոտրեց, լանգեն, որ զարգեց արջի դարգին, ընի առավ մկելին, մկելին, ըս յոթ լե ջարդեց ելավ դուրս։ Տեսավ, որ ուր հողբրդանք հոդ են ու պապ հոդ չէ, հարցուց հողբրդանց, որ խլաթեցիք զուր պապ սպանած են։ Լաց ու վրքիթ ու բերնին ընկավ գուչ, որ ընկավ վրգեդնին, ըդուր հողբրդանք թափան վրեն իմալ երեցին չկրցան շիտկեցին։ Մհերի արցուկ ըս գետին երեց հանդակ ու գնաց, 3 օր նոր թմավ, մհեր նոր շիտկավ, հեծավս պապուկ հուրակ ու գնացի խլատ քար ու քան դերեց, հմլակ ավրե։ Ու կելնեն մրութագլուխ, կիշկե որ ծուխ կելներ հաղմ լե կդարներ։ Տեսա որ պարվուկ մերմանցի, զեն լե բրնեց զամեք ոտ կապեց մեկ ծար, ու ըստ ծարեր թողեց զեդ լե հմար սպանեց։ Խլաթա ծուխ ու մուխ կտրեց, ու տեղեն իզին տվեց հողբրտանց, գացին ուրանց տեղ։ Ու ինք գնաց տոսպան բլուր, ու հարի մկալ է կասեն են տեղն է, ու օմյալ է զուր ձին կտեսնան, ու դուր ձիուշեր օմյալ է քարուց կիքա։ Համբարձման գիշեր մհերի երի դուր կբացվի ու հրամանք չկա որելլա։ Գետին զինք չվերու, ոտքերի գետին կճկի։ Օրըմ լե նախրորդ մի համբարձման գիշեր կտեսնա, որ մհերի դուր կբացվի, նախրորդ կմտնե ներս։ Մհեր ըդուրից կհարցու, թե հիմալ դուք զաշխար կուտեք, են լե կասե խելքով, կվերու մհեր ու կասե ձեր խելք նիմալ է, դեզը դացիու տոպրակ վերու զար գլուխ։ Նախրորդ իմալ երեց չկրցավ վերուց։ Բերեց ըս ձին տոպրակին մոտ, բերան բացեց ըս ձիու գլուխ մտցուցինք, ու ըստել թալեց վր ձիու վզին, ու ձին բան ցրցուց ըս գլուխ ու նախրորդ քաշեց, տարավ ուրտեղ կապեց ու ասեց. «Մրխելք հմլա է, մենք հմլա կուտենք զաշխար»։ Ու նախրորդ հարցուց. «Մհեր, դու եբ տելնես ըտ տեղեն»։ Են լե ասեց. «Եփոր ցորեն եղավ քնցալուչ, ու գարին եղավ քնց մասուր մի, հպամ լե հրամանք կա, որ էլնանք իդա տեղեն»։ 3 խնձոր իջավ երկնուց, մեկ նասողին, մեկ լսողին, մեկ լե ալամ աշխարին։